Ոստիկանությունը հսկում է, վախեր կան թե ոչ։ Դե ամբողջ Մերձավանը, ես ծնվել եմ Մերձավանում, ես իր ծնողներին էլ գիտեմ, շատ լավ մարդիկ են, ես շատ ցավում եմ, որ այս դեպքը պատահել է, չգիտեմ ինչ պատասխանեմ, ոստիկանությունը հսկում է, երբ լսում ես կրակոցներ, մարդասպանություն, որից մեկը իմ բարեկամն էր, Կարենը չէ, Օհանյանը, Նարեկ Օհանյանի բարեկամն է, մեզ ինքը բարեկամ, ասենք, այդտեղ մի քիչ խորթություն կա, գնում է իմ հոպարի թոռը, իրանք մանկուց ծնողները մահացել են, իրանք շատ լավ տղաներ են ելել, իրանք մի ժամանակ բան էին աշխատում, ծառայում են էլի, բնեյում են իրանք ծառայում, հետո իրանք դուրս եկան այդ բանից, ինքը մեբելի գործ էր անում, շատ շնորհքով տղա էր, աղբերը մեր Գոքորը, որ մահացավ, ինքը մենեջեր էր, շատ խելոք նշանված տղա էր, ես չեմ հասկանում ստեղ ինչ բան է բաժանված ստեղ Մերձավանում, սևերի, սպիտակների, ոնց որ բան, չեմ կարող ասեմ, նրանք էլ լավ մարդիկ են, մեր գյուղապետն էլ է, Լևոն Գրիգորյանն էլ է լավ մարդել էր, ես լավից ծնողներ չուներ, իր հայրը մահացել է, որ իրանք շատ փոքր են եղել, իսկ մայրը իմ հոպարի աղջիկը, այդտեղ ինքը խորթ հոպարի աղջիկ է, էլի ճիշտն ասած, 16 թվականին են քառորյա պատերազմի ժամանակ մեր տղան ծառայության մեջ է, որ այդ պատերազմը գնում էր, իր մայրը այդ ապրումներից գոքորս, որ մի բան չպատահի, այդ ապրումներից ինքը ինֆարկտ ստացավ, մահացավ, ու իրանք այտենց երկու եղբայրներով իրար թև ու թիկունք իրանք աշխատում էին, պայմանագրային զինծ ծառայող էին, երկուսն են։ Նարեկը հիմա չի ընդունում մեղադրանքը, որ ինքն է արել, դուք հավատում եք, որ ինքը վրեժխնդիր է։ Ես չեմ հավատում, որովհետև այդ ժամանակ, որ ես եկել եմ մասնակցել եմ թաղմանը, Պանիխիդային, ինքը ասում էր, ես չեմ ուզում Արյունը Արյունով լինի։ Ես չեմ ուզում, Նարեկի Բերանի բառը ես լսել եմ, Արյուն, թող օրենքը պատժի, մարդասպանին օրենքը պատժի։ Ես դրա համար ես նայում եմ Նարեկի աչքերին, ինքը գալիս է, ես աշխատում եմ Թայրովի, այնտեղ բան կտորի խանութ կա, Թայրովում եմ աշխատում, ինքը գալիս էր այնտեղից այդ կաբրալիտների համար, խոլերի համար կտորեր նայում, մեր աշխատողներն են դաժե չեն հավատում, նայում ենք Նարեկի աչքերին, մենք չենք հավատում, որ ես բան եք տեսնում այստեղ, Նարեկը չի ուզում են սարքեն իր գլխին։ Ես չեմ հավատում, չեմ կարող ասեմ, ցավը տանեմ, չեմ կարող, ես մենակ ասեմ Նարեկի Բերանի բառը, որ ինքը Արյունով չէր ինքը բանանի, չգիտեմ ինչ ասեմ, երեխեք ջան, ես չեմ հավատում Նարեկին, օրինակ այն մի տղային չեմ ճանաչում, ինչ որ նոր չեմ ճանաչում նրան, ես արդեն 30 քանի տարի Թայրովում եմ ապրում, ծնողներս են ստեղ, ծնողներս էլ չկան, գալիս գնում եմ, ասում են նորեկա, էլի նրան էլ նկարով նայում եմ, չեմ կարողանում էլի բան անել։ Կազմակերպիչներ տենում եք այս ամեն ինչի թիկունքում, որ այս տղաներին են փորձում։ Ես չեմ ցավը տանեմ, ստեղ ինչ կատարվեց, ես շատ ափսոսում եմ, որ բանի մեր գյուղապետը ես ընտրությանը մասնակցել եմ, իմ ձայնը տվել եմ։ Վալոդիա Գրիգորյանին ձայնս տվել եմ ես, որպես ինքը լավ մարդ, լավ ժառանգ, որտեղ իր հայրը, մայրը լավ անձնավորություն են, լավ դաստիարակություն ա տեսել, ես դրա համար իմ ձայնը տվեցի, որ ինքը մեր 9 համայնքը շատ լավ գործ կանե։ Ինչ ասեմ, երեխեք ջան, չգիտեմ։ Նարեկ, ինձ տանը հիմա մարդ չկա, փաստացի։ Չկա, հիմա մարդ չկա, չեմ գնացել, որովհետև չեմ ուզում գնամ գամ, այնտեղ ոստիկանությունը կանգնած է։ Բայց ըստ էության դռները փակ են։ Դռները փակ է, ինքը ամուսնացած, երկու փոքրիկ անչափահաս երեխաներ ուներ Նարեկը, իսկ մեր ընտանիքը այստեղ է, կինը, երեխաները։ Ինձ թվում է, այստեղ չի, ես չեմ գնացել ենքոմ, ճիշտն ասած չեմ գնացել, իսկ Գոքորը նշանված էր ինքը, մի խոսքով չէի ցանկանա, որ այս դեպքը լիներ, բոլորն էլ ջահել էին, այս ինչ է կատարվում էր հանրապետությունում, երբ մտնում ես Facebook, կրակոցներ։ Տոյանները ձեզ բարեկամներ են։ Ամեն։ Պարբերաբար շատ է նշվում Ախտոյանից Մհերի անունը, որ ինքն է թշնամական եղել։ Մհերը իմ հոպարի, Հալար հոպարի թոռն է, էլի չեմ կարող բան ասեմ, չգիտեմ, իրանց հետ ճիշտ է, իմ Արյունն է,
գնալ գալ չունեմ, ասենք իմ հոպարես մահացել է, այդ բանից կապեր չունեմ, չեմ կարող ասեմ, ուղեղից մեջ չի տեղավորվում, որ մարդիկ այդ բաները կկատարեն, այդ կարամ ասեմ երեխեք ջան։